Պարոն Ազարյան, կարող եք մեզ տեղեկացնել, թե ինչ իրավիճակ է այսօր այս պահին Լոս Անջելեսում եւ արդյոք հանդարտ է իրավիճակը, թե էլի կան ինչ որ բախումներ կամ վերջին օրերին նաեւ տեսանք, որ եղան թալան, խանութներ ներխուժեցին եւ այլ, ինչ իրավիճակ, ինչ նոր տեղեկություններ կարող եք մեզ հաղորդել։ Շնորհակալ եմ Արթուր ջան հետաքրքրությանդ համար։ Քեզի ճիշտ պատկերը ցույց տամ, Լոս Անջելեսը 469 մղոն քառակուսի մղոն է, բավականին մեծ տարածք է, եւ ինչ որ ընկերությունները ցույց են տալի, լուրերի ընկերությունները ցույց են տալի, կատարվում է միայն համարյա 3-ից 4 ընդհանուր բլոկերի վրա, downtown Los Angeles-ի մեջ, կենտրոնական տեղը Los Angeles-ի, այդտեղ են ամեն ինչը կատարվում։ Մնացած ընդհանուր Los Angeles-ի մեջ, եթե դուք քաղաքում քշած լինեիք, տեսնեիք ինչպես է, մթնոլորտը կարծես թե բոլորովին տարբեր է այդ պատկերներից, որ հիմա նկարագրվում են։ Շատ դժբախտություն է, որ այս խնդիրներն էլ կատարվում են, եւ մանրամասնությունների մասին կարող եմ խոսեմ բացատրեմ, բայց ճիշտությունը այն է, որ երբ որ այս ICE agency raid-երը սկսեցին, ինչպես պատասխան այդ raid-երին, շատ ջահելներ ոգևորվեցին եւ փողոցներ դուրս եկան, որ ցույց տան, որ համամիտ չեն եւ չեն ուզում տեսնեն ընտանիքները բաժանվեն։ Այո, հասկանալի է դա, բայց այսօր մենք ունենք այն ինչ ունենք եւ տեսանք թե ինչ եղավ։ Պատճառների մասին միգուցե այլ առիթով, երբ որ գաք մեր տաղավարք խոսենք, պարոն Ազարյան, մենք տեսել ենք այդ կադրերը եւ ինքս մեր հեռուստադիտողներին հայտնել եմ, որ դա հենց մի քանի բլոկների մասին է խոսքը, քաղաքի մյուս անկյուններում կարծես թե լրիվ ուրիշ աշխարհ է։ Բայց մենք տեսանք, որ վանդալիզմի դեպքեր արձանագրվեցին, մեքենաներ այրվեցին, վնասվածքներ ստացած ոստիկաններ եւ ցուցարարներ կան, խանութներ թալանվեցին, ինչ որ ընդհանուր պատկեր կա, հաշվարկ արված է, թե ինչ վնասների մասին է խոսքը։ Ֆինանսական զոհ լինելու է, բարեբախտաբար մարմնական զոհ չկա, որևէ անհատ մինչև հիմա չի վնասվել կամ վիրավորվել կամ չի նահատակվել այս խնդիրների, այս վերջի 5 օրվա ընթացքին, բայց ֆինանսական դժվարություններ լինելու է, որովհետև շատ շենքեր պետք է վերանորոգվեն կամ շրջակայքը շենքերի պետք է նորից նորոգվեն, եւ շատ պատեր պետք է մաքրվեն, ներկվեն, այդ խնդիրները ինչ որ երբ որ այսպեսի քանակով պրոթեստներ են կատարվում, պահանջը լինում է, որ մաքրվի։ Ինչ ծախսերի մասին է խոսքը, պարոն Ազարյան, հաշվարկ կա թե ոչ, թե մոտարապես որքան վնաս է հատուկ։ Դժվար է հիմա ասելը, որովհետև հիմա շատ անգամ մաքրությունները լինում են առավոտները, բայց գիշերը նորից ցույցեր են կատարվում եւ նորից պատերի վրա նկարներ են գծվում եւ պատոհաններ են կոտրվում նորից։ So ինչքան որ մաքրենք, այդքան ավելի ծախսը շատանում է, դրա համար վերջնական թիվ չկա հիմա։ Իսկ թալանի մասով ինչ տեղեկություններ կան, որքան խանութներ են թալանվել։ Նախ եւ առաջ նորից կրկնենք, որ այս խանութները, որ թալանվել են, միայն downtown-ի շրջանի մեջ է, մինչև հիմա ես չեմ լսել 10 հատից ավելի խանութներ, որ թալանվել են, բայց մանրամասնությունը դեռ չեմ իմանում, տեղյակ չեմ իմանում, եթե թիվերը փոխվել են։ Ոստիկանության մեջ կային վնասվածքներ ստացածներ, ունեք տեղեկություններ դրանց մասին։ Միշտ վնասվածքներ կան, որովհետև մի մոռացեք, որ այս վիճակների մեջ, այս դժվար վիճակների մեջ միշտ սխալ բաներ է լինում, միշտ իզուր բաներ է լինում եւ վիրավորվելը դժբախտաբար շատ անգամ պատահում է, բայց որևէ լուրջ վիրավոր կամ վնաս
վնասի մասին չեմ լսեմ ինչ հիմա տեղեկություն չունեմ։ Երեկվանից պարետային ժամ էր հայտարարված դաունթաունի այդ հատվածում, այսինքն ամբողջ դաունթաունում curfew է կոչվում, չէ՞։ Ինչ ազդեցություն թողեց դա արդյոք գիշեր նորից հավաքներ, հանրահավաքներ, ցույցեր եղել են, թե կարգու կանոնը այնուամենայնիվ պահպանվեց։ Կար, բայց եւ ես հետևում եմ մինչեւ առավոտվա համարյա 3-ը հետևում եմ քանակով, այսինքն 200-ից 300 անհատներ են։ Մի մոռացեք, որ շատ անգամ որ մարդիկ բողոքում են, ջղայն են, ուղղակի նեղվում են այս խնդիրների մասին, ուզում են ցուցահանդեսություն անեն եւ ցույց տան կառավարության, որ ջղայն են, բողոքում են եւ ուզում են փոխվի, բայց շատ այդ մարդիկները, այդ մեծ քանակ այդ մարդիկների չի մնում եւ թալանի եւ կոտրի եւ վանդալիզմ կատարի եւ խանգարի, որովհետեւ շատերն էլ այդ գործավայրերում աշխատում են, ընտանիք են մեծացնում, իմանում են հետ են երթալու այդտեղ գործեն, դրա համար չեն ուզում վնաս հասցնեն իրանց քաղաքին, եղած չեղածը վնաս հասցողների այս փոքր քանակ է եւ ինչ որ 3 գիշեր մնացել էր առավոտվա 2-ին 3-ին փողոցների մեջ այդ թիվն է 2-300 համարյա անհատներ են որ ամենաշատ խանգարումներն են անում։ Պարոն Ազարյան, դուք եղել եք Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ եւ վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին, որ այդ ցույցերի կազմակերպիչ, այդ վանդալիզմի եւ այն այդ վայրագությունների մի կազմակերպություն է, որը գրանտներ է ստացել Կալիֆոռնիայի նահանգի կողմից, կարող եք հերքել կամ հաստատել այս տեղեկությունը։ Խոսքը Չիրլայի մասին է, հասարակական կազմակերպություն է, իմիգրացիոն հարցերով զբաղվող մի հասարակական կազմակերպություն։ Դուք կարող եք դա հաստատել։ Խոսքը գնում $34 միլիոն Կալիֆոռնիայի կողմից ստանալու մասին։ Շատ ուրախ եմ, որ հարցնում ես։ Չիրլան ամենահզոր եւ ամենաարորյա եւ օրինավոր խումբերից է եղել, որ ես հետները աշխատել եմ, երբ որ եկել է իմիգրացիայի խնդիրների մասին։ Ես ինքս իրանց հետ աշխատել եմ եւ կանոններ եմ անցկացրել, իրանց հետ աշխատել եմ հայ եւ հարավային ամերիկացի եւ կենտրոնական ամերիկացի իմ resident-ներին օգնել եմ, որ immigration-ի խնդիրների հետ օգնություն պետք ունեին, եւ միշտ շատ գնահատական խումբ է եղել։ Ճիշտ ասենք, ինչպես որ լինի այս մի խումբ, որ մեկ օր հերոս է մեկ ժողովրդի համար, բայց մյուս օրը թշնամի է նկատվում ուրիշ խումբի համար։ Այդ վիճակն է ստե եւ դժբախտաբար հիմա քաղաքական մթնոլորտի մեջ ով որ է լավ գործ է անում, մյուս օրը իրեն վատացնում է։ Շատ լավ, եւ վերջին հարցը, պարոն Ազարյան, ամսի 14-ին, եթե չեմ սխալվում, մեծ հանրահավաքներ են սպասվում ամենուր 1600-1700 քաղաքներում եւ Լոս Անջելես որպես երկրորդ ամենամեծ քաղաք Միացյալ Նահանգներում բնականաբար անմասն չի մնալու, ինչ եք նախատեսել, որպեսզի այն դեպքերը, որ մենք տեսանք անցած շաբաթվա վերջում, չկրկնվեն այս անգամ։ Արթուր ջան, մենք հիմա ամեն օր ենք տեսնում պրոտեստները։ Ես նոր հիմա City Hall-ից որ եկամ հետ, քաղաքապետարանից քշամ եկամ հետ տուն, արդեն տեսամ համարյա 500 հատ ջահելներ եւ պրոտեստ անողներ քայլում էին, քայլարշավ էին անում փողոցի մեջ։ Ամեն գիշեր Լոս Անջելեսում հիմա կա։ Եվ ինչքան էլ որ ոստիկանությունը curfew է պարտադրել եւ իրավունք չի տալի որ մարդիկ փողոցը մնան, նույն ժամանակ ամեն անհատներին չի ուզում բանդարկել անի, դրա համար շատ քաջալերում են որ տուն հասնեն արագ։ Եթե 3-4 բողոքից հետո չլսեն, վերջն են ձերբակալում։ Հիմա 14 թվի համար
Գիտեք, այս խնդիրները ավելի առաջ վատանում են լավանալուց առաջ։ Ավելի ձայները բարձրանալու է, ավելի դժգոհությունը շատանալու է, լայնանալու է, եւ չմոռանանք այս department-ի այս raid-երը, որ անմեղ մարդկանց փողոցի վրայից վերցնում են եւ հետ են ուղարկում զանազան երկիներ, շարունակվելու է մինչև հունիսի վերջը։ Ես սպասում եմ մինչև հունիսի վերջը այս protest-ներն էլ շարունակվեն։ Եվ հուսանք, որ խաղաղ կանցնեն։ Եվ նաև ուզում եմ ակնկալել ձեզ տեսնել մեր տաղավարում հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այս խնդիրների մասին։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։